Մագդա ուր էիր։ Արշակ մի բան եմ ուզում քեզ հարցնել։ Ասա լսում եմ։ Որ Լանան մեր տուն եկավ, դու առաջին անգամ էիր իրան տեսնում։ Ինչ ես դու ինձ այդ հարցը տալիս։ Դու ես վերջերս անընդհատ Լանայի մասին ես հարցնում, ու այդ տարօրինակ է։ Կարող է ինչ-որ բան ա եղել, ես չգիտեմ։ Հաս, եկար արդեն Սարի։ Հաս։ Այս ինչ է ստեղ կատարվում։ Հասուն պետք է մի քանի օր մեր տանը մնա։ Իր տանը խնդիրներ կան, էլի միջև տուն կգտնենք Հասուին։ Ինչ խնդիրներ։ Դե տան տերը տունը շատ շտապ վաճառել է։ Իսկ այդ տանտերը օրենք չգիտի։ Չգիտի, որտես բան անելուց առաջ մարդու մի ամիս առաջ զգուշացնում են, որ ինքը իր ճարը տեսնի։ Նորո, եթե քեզ իմ ներկայությունը տհաճա, ես կգնամ։ Հաս, ինչ ես խոսում, գժվեցի՞ր։ Նորո ասա։ Քուրս արդեն ասեց։ Էլիզ Նորան չի ուզում, որ ես ձեր տանը մնամ։ Դու ուղղակի կենտրոնացել ես այդքան բան։ Համել Էդոն ասեց, որ աշխատանքի տեղը խնդիրներ կան, մի քիչ անտրամադիր է։ Ավելի լավ արի գնանք դու տեղավորվի, հա։ Իսկ եթե իմ պատճառով սկսի տուն չգալ, Էլիզ։ Հասիկո, դու արդեն ներվերից վրա ես ազդում։ Ախր բար զգացվում է, որ չի ուզում, Էլիզ, հո ես անկոչյուր չեմ։ Հաս, դու համալսարանում լավ էլ սովորում էիր։ Քեզ ինչ եղավ։ Այսինքն Էլիզ։ Ուզում հասկանամ ոնց եղավ, որ բառերի նշանակությունները սկսեցիր խառնել։ Դու չես կարա անկոչյուր լինես, որովհետև քեզ հրավիրել եմ ես։ Էլիզ, մենակ դու։ Իսկ այս տանը մենակ դու չես ապրում։ Ես հո հիմար չեմ, ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Ես իր հետ կխոսամ։ Մենակ հիմա թեման փակում ենք։ Առաջանցի։ Չէ, ինչ պետք է եղած լինի։ Դու ես վերջերս մի տեսակ լարված ես։ Ինչ որ անընդհատ զանգեր ես տանում, այդ զանգերից հետո դուրս ես գալի տնից։ Ես երբեք չեմ խառնվել ու թույլ չեմ տվել ինչ որ բան մտածել։ Բայց հիմա սկսում եմ անհանգստանալ, Մագդա։ Ինձ թվում է դու ինչ որ բան ես թաքցնում։ Անհանգստանալու կարիք ընդհանրապես չկա։ Ես ոչ մի բան չունեմ թաքցնելու։ Դրանք էլ գիտես, որ ուղղակի գործնական զանգեր են։ Լավ, համարենք, թե տենց է։ Այդ դեպքում ինչի ես անընդհատ Լանայի մասին խոսում։ Նախքան Լանայի գնալը ձեր հարաբերությունները կտրուկ վատացան։ Ու ես տենց էլ չհասկացա, թե պատճառը որն է։ Իսկ հիմա դու անընդհատ իր մասին ես խոսում։ Ուղղակի Լանան, որ նոր էր եկել, նենց էր խոսում, ինձ թված մեզ ճանաչում է։ Չգիտեմ, հիմա էլ ուզում էի ուղղակի ճշտեի։ Կարող է դուք անցյալում իրար ճանաչել եք կամ միասին եք աշխատել։ Երևի տեղից ես ճանաչում։ Չէ, սկզբում ինձ էլ ա տենց թվացել։ Բայց հետո հասկացա, որ չէ։ Ու արի վերջ տանք, հա, փագի Լանայի թեման։ Կլինի։ Բա ինչի է քեզ տենց թվացել։ Կարող է դու ինչ-որ մեկին իրան նմանեցնում ես։ Էլիզ։ Հա, նոր։ Հատուկ ես, չէ՞ դու Հասմիկին մեր տուն բերել։ Այս ինչ նոր խաղեր է։ Ինչն եմ հատուկ արել Նորո։ Գժվել ես։ Իրոք Հասմիկի վարձակրած բնակարանը վաճառել են։ Թող այն դուրս մնար, հա։
Թող ուրիշ տեղ գնար։ Նոր ուր գնար։ Դու մոռացել ես, որ Հասմիկը գյուղից է եկել, ու իր բոլոր բարեկամները գյուղում են։ Չեմ հասկանում։ Հասոն ուրիշ ընկերուհիներ չունի, հա՞։ Ես եմ իր ամենամտերիմ ընկերուհին։ Ու ես իրան պետքա օգնեի։ Ու խնդրում եմ քեզ, մի քիչ քեզ հյուրընկալ մարդու նման պահի էլի։ Ու այնպես մի արա, որ մարդը նեղվի, որ նեղության պահին քո դուրն ա թակել։ Դու հիմա չես հասկանում։ Այս կտեսնես։ Ու կհամոզվես։ Իրա ստեղ մնալը սխալ է, ճիշտ չի։ Ինչի՞։ Մագդան նեղվում, հա։ Մագդան չի հասկանա, հա։ Դուրը չի գալիս։ Թվացել է Մագդա։ Ուղղակի թվացել է։ Արշակ, ինձ թվում է, որ Ինչա թվում։ Էս ինչ բնավորություն ես ձեռք բերել ես վերջերս, կծկտուր ես խոսում, միջև վերջ միտքդ չես արտահայտում։ Ես գուշակ չեմ, որ շարունակությունը հասկանամ։ Արշակ, ինձ թվում է, որ Լանան հիմա վտանգի մեջ է։ Ու իրան մեր օգնությունն է պետք։ Դա արդեն իր գործն է։ Ես իրան մի քանի անգամ իմ օգնությունը առաջարկել եմ, բայց ինքը հրաժարվում է։ Ու հիմա էլ չեմ պատրաստվում օգնել։ Բարի փագենք հա Լանայի թեման։ Ախր ես հասկանում եմ, որ մի բան եղել է։ Լանան ուղակի չէր գնա ու դու հաստատ սենց հանգիստ չէիր տանի։ Ամեն դեպքում ինքը մարդ է ու երկուսս էլ գիտենք ինքը ինչքան լավ մարդ է։ Եթե ինքը օգնության կարիք ունի, ուրեմն պետքա օգնենք։ Մարդուն օգնում են այն ժամանակ, երբ որ ինքը օգնություն է խնդրում։ Իսկ Լանան ինձանից օգնություն չի խնդրել։ Հակառակ դեպքում կստացվի նենց, որ իր անձնական կյանք ես մտնում։ Ու հնարավոր է, որ ավելի վատ բան ստացվի։ Իսկ եթե վախենում է։ Մագդա հավատա, ինքը ինձնից վախենալու պատճառ չունի։ 1000 անգամ ու 1000 ձևով ես իրան բացատրել եմ, որ կօգնեմ։ Նորից եմ ասում, ինքը ինձնից օգնություն չի խնդրել։ Ու ես չեմ պատրաստվում իրան օգնեմ։ Ամեն մարդու կյանքը իր ընտրությունն է։ Էլիս կլինի Մագդայի անունը ընդհանրապես չտաս։ Ինչի սիրտդ նեղվում, հա։ Քուր, թե ես ինչ եմ զգում Մագդայի հանդեպ, ինչ եմ պատրաստ անում իրա, ու ինչ եմ մտածում առհասարակ, այդ մենակ իմ գործն է։ Իսկ ինչ վերաբերվում է Հասուին, այ, դες զգուշացնում եմ։ Եթե ես զգացի ինքը օգտվում է քո օգնությունից, ու իրան սխալ է պահում, հաստատ այսքան համբերատար չեմ լինելու։ Ու ինչ վերաբերվում է իր ստեղ մնալուն, այդ ճիշտ չի։ Ես մենակ իմ մասին չեմ մտածում։ Ես նախ առաջինը իր համար եմ ասում։ Հասկանում ես։ Հասմիկը նորը իմ հյուրն է։ Ու դու իրավունք չունես իրան վատ վերաբերվես։ Ունենց մի արա, որ ինքը վատ զգա, որ ինքը եկել է մեր տուն։ Տեղից էլ նենց դիմավորեցիր, որ մարդը հասկացավ, որ սպասված հյուր չի քո համար։ Ես հաստատ իրան վատ չեմ վերաբերվի, եթե ինքը իրան հյուրի պես պահի։ Բայց տես, որ քո այս օգնությունը հաստատ լավ տեղ չի տանելու։ Քեզ ինչ եղավ։ Ասում էիր, Հասմիկը իմ ընկերն է։ Միշտ կօգնեմ, միշտ կողքը կլինեմ, ուզում հասկանամ ինչը փոխվեց։ Հիմա ընկերդ դուրսն է մնացել։ Մի քանի օրով տանիք տալը այդքան բարդ բան է, հա, այդքան մեծ հարց է։ Թե Մագդայի ազդեցությունը այնքան շատ է քո վրա, որ Հասմիկի հետ կապված յուրաքանչյուր հարց պրոբլեմ է դառնում։ Գա ես ոնց հասկանում եմ, դու բացի Մագդայի անունը տալուց էլ ուրիշ բան չես կարող ասես։ Ես գնամ։ Ալո։ Ուր ես Մագդա։ Իմ էլ ես եմ սպասելու։ Կարաս չսպասես, որովհետև ես չեմ գալու։ Չհասկացա։
Մի քիչ առաջ աղաչում էիր, որ հանդիպենք։ Ես քեզ չեմ վստահում։ Լավ, չեմ պնդի, դու գիտես։ Ես չգիտեմ դու ով ես ու ինձ ինչ ես ուզում, բայց ազատ ես, ինչ ուզում ես կարաս անես։ Ես ապրելու եմ նենց ոնց ապրել եմ ու ես չեմ ուզում իմ կյանքում ինչ-որ բան փոխվի, հատկապես երբ որ Օլանան էլ մեր տանը չի։ Ու քեզ չի հետաքրքրում ով է ինքը, ով ես դու։ Չէ, Ես չէի ուզի, որ անակնկալը այսքան ցավոտ լիներ քո համար։ հաջողություն։ Ես չեմ հասկանում, ես ինչ պատմություն է։ Վայ, նոր, կներես, չգիտեի, որ ստեղ ես։ Նազջան, ինձ թվում է դու մեծ աղջիկ ես։ Ու կարիք չկա, որ ինչ-որ բան ասեմ։ Ամեն ինչ շատ լավ հասկանում ես։ Ես դուրս ես գալիս։ Հա Մագդա։ Ինձ լավ չեմ զգում։ Մի քիչ դուրս գամ քաղաք մեքենա վարեմ ծրվեմ։ Ժամը ուշադիր, հա կլինես ու շուտ կգաս։ Հա, շուտ կգամ։ Հանգիստ մնա։ Ասա էլիս։ Ոնց ես այդ, չզանգեցիր։ Գլուխս խառնա մի քիչ էլիս։ Վաղ խոսանք, հա։ Բան ա եղել։ Հա, բայց իմ հետ կապված չի, բայց շատ մտերիմ մարդու հետ է կապված։ Հիմա ուղղակի էլիս մտքերս խառնեն, չեմ ուզում քննարկենք։ Մի քիչ հետո կզանգեմ, կխոսանք։ Լավ, կսպասեմ։ Լանա, ինչ էլ անես, ես մեկա գտնելու եմ քեզ։ Ես իմանալու եմ, թե դու ինչի համար ես իմ տուն եկել ու ինձ ինչ ես ուզում։ Ես ամեն ինչ եմ անելու, որ քեզ բացահայտեմ։ Ես եմ մեղավոր, որ մի անգամից քեզ վստահեցի, մտածեցի, որ դու շատ լավ մարդ ես։ Ճիշտ է, հաստատ դու մեղավոր չես, որ ես տենց էլ չսովորեցի մարդկանց չվստահել։ Ճշտել մարդիկ ով են, հետո նոր վստահել։ Ես միշտ ավելին եմ սպասում, քան պետք է, ու դրա համար մենակ ես եմ մեղավոր։ Լանա, ինչ էլ անես, ես մեկա գտնելու եմ քեզ։ Ես իմանալու եմ, թե դու ինչի համար ես իմ տուն եկել ու ինձ ինչ ես ուզում։
Ես ամեն ինչ եմ անելու, որ քեզ բացահայտեմ։ Ես եմ մեղավոր, որ միանգամից քեզ վստահեցի, մտածեցի, որ դու շատ լավ մարդ ես։ Ճիշտ է, հաստատ դու մեղավոր չես, որ ես տենց էլ չսովորեցի մարդկանց չվստահել։ Ճիշտ էլ մարդիկ ով են հետո նոր վստահել։ Ես միշտ Այստեղ կանգնեք, հա։ Լանա։ Ես ինչա վիճակը, ինչ ա եղել, ինչի ես լացում։ Ես պետքա գնամ։ Չէ, դու ոչ մի տեղ չես գնա։ Արշակ, թող, ես պետքա գնամ, թող, Արշակ։ Լանա, դու վատ վիճակի մեջ ես, ուր ես ուզում գնաս։ Ոչ մի բան մի ասա։ Արի ես քեզ կտանեմ։ Էլիս կարողա քնած է։ Հաս, ասեց, որ մի քիչ հետո կզանգի։ Տրամադրություն էլ չուներ, մի բան եղած չլինի։ Վայ Էլիս, ինչի՞ ես միանգամից վատ բաների մասին մտածում։ Որովհետև Էդոից չի, որ զանգերից չի պատասխանում։ Լավ, արի մի քիչ սպասենք, եթե չզանգի կամ չգրի, նորոյին կասենք, լավ։ Լավ, բայց մեկը սիրտս անհանգիստ է։ Ասեց, որ ուրիշի խնդիրներն են, որ իր հետ կապ չունի, բայց մեկը մի բան մինչև վերջ չի ասում։ Լանա, դու ինչ էիր անում իմ տան մոտ։ Ինչի էիր եկել։ Չգիտեմ։ Այսինքն Կարոտում եմ։ Ուզում էի հեռվից տեսնել ընտանիքիս։ Հա, ես ձեզ ընտանիքի նման եմ սիրել, Արշակ։ Մտածում ես ցնդել եմ։ չէ։ Ես ոչ մի բան չեմ մտածում։ Սպասում եմ, որ դու բացատրես։ Արշակ, իմ կյանքում շատ քիչ մարդ ա եղել, որ ինձ օգնության ձեռք ա մեկնել։ Ստացվում ա, որ այն ինչ որ գտել էի, վարկյանների ընթացքում կորցրել եմ։ Ու հիմա ստիպված պիտի սովորեմ դրան։ Էսա ուրիշ բացատրություն չունեմ։ Լանա, Արշակ, ուզում եմ, որ իմանաս, որ
Ես քո տան այնքան մեծ սիրով եմ աշխատել։ Արժեք ես արևին իմ երեխու նման եմ խնամել։ Լանա, ես երբեք քո աշխատանքից դժգոհ չեմ եղել։ Բայց այն ինչ որ դու արեցիր, Գիտեմ։ Այն ինչ որ ես քո հանդեպ եմ արել, այդ ստորությունը։ Արժեք ես շատ եմ ամաչում։ Արժեք ես մեռնելու չափ ինձ վատ եմ զգում։ Ես չեմ կարող քո աչքերի մեջ նայել։ Լանա, պետք չի ծայրահեղությունների գնել։ Բա ինչ անեմ։ Արժեք ես այնքան թուլամորթ մարդ գտնվեցի, որ չկարողացա պայքարել իմ վախերի դեմ։ Ես տենց արեցի, որ իմ վախերն ինձ հաղթեցին։ Ես անգամ մեր հարաբերությունները չկարողացա պահել։ Ես հիմա քո աչքերի մեջ չեմ կարողանում նայել, որովհետև այն չեմ տեսնելու, ինչ որ տեսել եմ 2 օր առաջ։ Արժեք, եթե ես անգամ համարձակվեմ քեզ նայել, ես գիտեմ, որ տեսնելու եմ միայն դատարկություն ու հիասթափություն։ Իսկ ես դրան պատրաստ չեմ։ Արժեք, ես գիտակցում եմ, որ ես վերջն է։ Բայց չեմ կարողանում ընդունել։ Իսկ եթե ամեն ինչ տենց չի, իսկ եթե ես էլ չեմ կարողանում համակերպվել քո չլինելուն, չեմ կարողանում դիմանալ ցավիդ, Արժակ, Լանա, ոչ մի բան մի ասա, դու ուղղակի մոռացի, ես քեզ տուն կտանեմ։ ես տուն չունեմ։ Դու հասկանում ես, չէ, որ ես չեմ կարող քեզ իմ տուն տանել։ Բայց ես չէի էլ գա։ Ինձ այստեղ էլ է հարմար, ես այստեղ կիջնեմ։ Չէ, դու ոչ մի տեղ էլ չես գնա։ Ես քո համար հյուրանոցում համար կվերցնեմ։ Կմնաս այնտեղ միջև որ տուն գտնես։ Չէ, Արժակ, պետք չի։ Ես չեմ ուզում, որ դու ինձ համար նորից անհանգստանաս ու հոգ տանես իմ մասին, ես դրան արժանի չեմ, մի արա։
Կյանքս ես գործերս բրծա արդեն գնում եմ տուն։ Ուղղակի տեղս հարմար չէր, որ զանգեի պատասխանեի, կներես։ Բարի գիշեր։ Կյանքս ես գործերս բրծա արդեն գնում եմ տուն։ Ուղղակի տեղս հարմար չէր, որ զանգեի պատասխանեի, կներես։ Բարի գիշեր։ Վերջապես գրեց Էդոտ։ Ես արդեն հույսս կտրել էի, որ մենք կքնենք։ Մեկա մի բան եղել է։ Էլիս կարևորը լավ է, արի քնենք էլի։ Արտակարգ ընկերի ես։ Ես վատ եմ, դու ասում ես արի քնենք։ Կմնաս այստեղ միջև որ հասկանաս ինչ ես անում։ Ես ավելի հանգիստ կլինեմ, որ դու քնելու տեղ ունենաս։ Մնացածը դու արդեն կարող ես որոշել։ Եթե կուզես քեզ օգնեմ, ասա։ Բարի գիշեր։ Կներես ինձ Արշակ։ Կներես։ Բարի լույս Մագդա։ Մագդա չեմ հասկանում, պապան տանը չի գիշերել։ Ինչի արև, կարողա շուտ է դուրս եկել, ուղղակի չես նկատել։ Ես գիշերը բան հիշեցի, ուզում էի իրան ասեի, բայց իրա սենյակում չէր, ու տանն էլ չէր։ Կամ հիմնականում ինքը ինձ տանում ա դասի, նոր ա գնում աշխատանքի։ Մագդա, կարողա վարորդը եկել ա, ես արդեն գնամ։ Հա, արև եկել ա, դու գնամ։ Էդ ինչ ա եղել, որ առավոտ շուտ ինձ կանչել ես գործի։ Ես պետք է ուշ գայի աշխատանքի։
Ուզում եմ խոսենք նորը։ Երեք ամբողջ գիշեր դրա մասին եմ մտածել։ Պապայի հետ եմ խոսացել։ Այդ ջան պետք չի, որ դու հիմա ասենց վազ գալով խոսես։ Ես իրոք ամեն ինչ հասկանում եմ։ Դու ճիշտ ես, որ չես ուզում խառնվես այս հարցերին։ Ես հասկանում եմ։ Չէ, նորը։ Ես զգում եմ հիմա իմ խոսալը շատ ճիշտ է։ Այս պատմությունը արդեն շատ է իրար խառնվել, ու եթե այս ամեն ինչ ինչ-որ մի ձև քեզ է հասել, գոնե դու պիտի իմանաս ճիշտը։ Կարող է այդ ինչ-որ մի ձև օգնի, կարող է մի բան փոխվի։ Այդ կարող է պապա դիմացել է կամ սխալ կարծիքա ձևավորվել իր մոտ։ Կարող է այս թեմաների հետ կապված իմացել է, որ դու ինձ ինչ-որ բան ես ինձ պատմել վիճել եք։ Չէ, նորա։ Պապան ինձ նոր չի ճանաչում։ Ես իրան բացատրել եմ իր վիճակը։ Ունենցա, որ իմ լռելը հիմա շատ սխալ է։ Մանավանդ, որ դու ես պատմության ամենակարևոր մասը գիտես։ Գիտես, որ Արշակը Մագդայի աղբերը չի։ Նորո։ Մագդան Արշակի աղբոր աղջիկն է։ Ինչ։ Լանա։ Արշակի աղբերը շատ վատ կյանքով է ապրել։ Խմել, անջատվել, խաղալ։ Լրիվ Արշակի հակապատկերն է եղել։ Մի խոսքով նոր ինչքան վատ բան գիտես իր մասին է եղել։ Աղբերս չհասկացա, մեծ աղբերն է եղել թե փոքր։ Փոքր։ Ահագին փոքր է եղել Արշակից։ Արշակը շատ բան է արել աղբոր համար։ Փորձել է ամեն ձև օգնի հանի այդ վատ վիճակից։ Պապան պատմում է, որ նույնիսկ կես տարի հիվանդանոցում է պարկե, որ բուժվի, որ այդ ալկոհոլի կախվածությունից դուրս գա, բայց չի ստացվել։ Բուժումները օգուտ չեն տվել։ Այսինքն տվել են, բայց հետո նորից է սկսվել։ Ամուսնացած է եղել։ Չէ։ Բայց ինչ որ անչափահաս աղջկա հետ կապի է եղել։ Սկզբում ոչ մեկ չի իմացել։ Բայց հետո աղջիկը հղիացել է ու մեծ աղմուկ է բարձրացել։ Դե հասկանում ես, հարազատները չեն լռել։ Հետո։ Դե այդ ժամանակ ահավոր պատմություններ են սկսվել։ Արշակը շատ ուշ է իմացել, որ այդ աղջիկը պիտի երեխա ունենա։ Արշակի հերը շատ ծանր է տարել այդ պատմությունը։ Խեղճ մարդու սիրտը չի դիմացել։ Արշակի մաման էլ պապան էլ նոր նույն տարում մահացել են։ Չեն է հասցրել այդ երեխուն տենան։ Հետո աղբերը փախել է։ Այդ աղջիկն էլ մնացել է մենակ։ Հետո։ Հետո ծնվել է Մագդան։ Արշակը ծնվելուց մի քանի օր հետո գնացել է հիվանդանոց։ Ու պարզվել է, որ այդ երեխուն տարել են մանկատուն։ Մերը թողել փախել է։ Իսկ հարազատները հրաժարվել են այդ երեխուց։ Բայց ինչ ես ասում։ Թողել է ծննդատանը ու փախել է։ Բայց մի մոռացի նորը, որ անչափահաս է եղել։ Պապան պատմում է, որ երեխա ունենալուց այդ աղջիկը 16 տարեկան է եղել։ Չես պատկերացնի Արշակը ինչ քաշքշուկների մեջով անցել, որ կարողանա երեխու խնամակալությունը իր վրա վերցնի։ Ու ամբողջ այդ ընթացքում պապան իր կողքն է եղել։ Բա աղբեր է։ Աղբոր համարել է մեկ եղել այդ երեխան, հա։ Հրաժարվել է։ Հերքել է, որ իրանն է։ Դե պարզ է էլի, փորձել է կաշին փրկել։ Ես դրա
Դու երկրից գնալուց հետո ոչ մեկ տեղեկություն չի ունեցել աղբորից։ Ընդհանրապես կապի դուրս չի եկել։ Ողջ է։ Չգիտեմ, ոչ մեկ չգիտի։ Այնց հետո Մարշակը մեծացրեց Մագդային, ու այդ ամբողջ ընթացքում ներկայացել է որպես եղբայր, որ հեռու պահի երեխուն այդ վատ մտածմունքներից, ծնողների մասին, որ հեռու պահի այդ վատ մտքից, որ կարող է ինքը ինչ-որ վատ կապի ծնունդ է, մի խոսքով վատ մտածմունքներից երեխուն հեռու է պահել։ Հիմա հասկանում ես, ինչ է ասում, որ հարցը Արշակը մեղքագործել, թե փրկել է Մագդային։ Այդ բա ով է եղել այդ աղջիկը։ Չգիտեմ, նոր ինչ-որ հասարակ աղջիկ է եղել, անունն էլ Լիանն է։ Ինչ։ Ասեցի Լիանն է։ Նորո Լանայի անունն էլ չէ Լիանն է։ Բարձա։ Ինձ թվում է էլ ինչ-որ բան ճշտելու կարիք չկա։ Ամենայն հավանականությամբ այդ աղջիկը Լանան է։ Լավ, ես չեմ հասկանում։ Ինչի այսքան տարի հետո հետ եկել։ Ինչ կա մտքին, այդ Կարենը ով է։ Հետո կարող է այդ Կարենը Արշակի կորած աղբերն է փոքր, հա։ Չէ, հաստատ չէ։ Արշակի փոքր աղբոր անունը Արտյոմ է։ Այդ հաստատ։ Բայց հիմա մի քիչ Լանայի պահով հանգիստ եմ։ Չեմ կարծում, որ փորձի Մագդային կամ Արշակին վնասել։ Լավ, կարևորն է, որ հասկացանք, որ Լանայի մտքին ոչ մի վատ բան չկա։ Բայց դու Կարենի մասին իմորացի։ Ու հասկացի, որ Լանայի ու Կարենի մեջ ինչ-որ կապ կա։ Հա, Լանան կարող է բան չանի, բայց այդ Կարենը կարող է Մագդային կամ Արևին ուզենա վնասի։ Դրա համար մենք պետք է շատ ուշադիր լինենք հետո, շատ։ Հա, բայց խառնվելն էլ է էս խանորը։ Չեմ ուզում, որ Մագդան իմանա։ Հա, չէ, ճիշտ ես ասում։ Ես ինչքան էլ Արշակին չընդունեմ, ես գիտակցում եմ, որ Արշակը շատ մեծ բան է արել։ Շատ մեծ։ Ու ես չպետք է խառնվեմ այս հարցին, չպետք է վնասեմ, չպետք է խանգարեմ։ Բայց այդ Լանային ու Կարենին ես հետևելու եմ։ Ամեն գնով մենք պետք է ուշադիր լինենք, որովհետև մենք չգիտենք իրանցից ինչ կարելի է սպասել հետո։ Հասկանում ես։ Մագդանը։ Հաջան։ Էդո դու ինձ պետք է օգնես, խնդրում եմ, մենք հիմա պետք է խոսենք։ Ինչ ա եղել Մագդա։